Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ճառը մոտ 25 րոպեանոց էր, բավականին համապարփակ, ընդ որում մի քիչ հետ գնալով հիշեցնեմ, որ Նյու Յորք նա ժամանեց Մոսկվայից, մինչ այդ այսպես չհերքված տեղեկություններ կային, որ Մոսկվայի այցը լինելու է մոտ քառօրյա, տևական այսպես շփումներ են տեղի ունենալու, շփում տեղի ունեցավ, թե այսպես բազմակողմ, թե երկկողմ ձևաչափով, արդյունքների մասին տեղեկատվությունը սուղ է եւ փաստորեն այցը տևեց մոտ 1 օր, գուցե ժամային առումով մի քիչ էլ ավել, բայց ոչ ավելին, համենայն դեպս քառօրյա չեղավ եւ տեղի ունեցավ այց Նյու Յորք, տեղի ունեցավ ելույթ եւ նաեւ տեղի ունեցավ զբոսանք Նյու Յորքում, ընդ որում այդ զբոսանքի մասին տեսանյութն էլ ուղեկցվում էր Ֆրենք Սինատրայի Նյու Յորք երգով, շատ հետաքրքիր էր այդ ամենը, բայց այնուամենայնիվ դառնանք հիմնական թեզերին, հատուկ բաժնով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ավելի վաղ հենց նույն ամբիոնից Իլհամ Ալիևի ելույթին, էլի այսպես առանձնահատուկ համառությամբ Զանգեզուրի միջանցք տերմինը գործածելով եւ այդ ամենն էլ իհարկե տեղի ունենում այն ֆոնին, որ ասվում է, որ խաղաղություն է, էլ կոնֆլիկտ չկա, սակայն այդ կոնֆլիկտային եւ ըստ էության ավելի շատ հիբրիդային պատերազմին բնորոշ այդ ռետորաբանությունը Հայաստանի վրա դիսկուրսիվ նարատիվային ճնշումը շարունակում է Ալիևի ռեժիմը։ Եվ բավականին այսպես ներդաշնակ ձևով այն գալիս եւ տեղավորվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, այսինքն Ալիևը պաս է տալիս, իսկ գոլ է խփում Ռուսաստանը։ Համենայն դեպս մտահղացումը այդպիսի ուրվագծվում է եւ դա գոնե մակերեսին է։ Եվ Փաշինյանն ուղղակի հարցեր դրեց, որ հարգելի գործընկեր, որ ասում ես Զանգեզուրի միջանցք, այն բանից հետո երբ մենք այլ բանի մասին ենք փաստաթուղթ ստորագրել, ինչ ես ասում։ Մեկ եւ երկրորդը ինչ նկատի ունես դա ասելով, որ ինչ։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրը տեսակապով կոնֆլիկտաբան արևելագետ Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանն է, բարև եք եկել պարոն Խառատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Խառատյան, դուք լսեցիք վարչապետի ելույթը, տեղյակ եք դրան նախորդող իրադարձություններից, դրա արձագանքներից, ներսում եւ դրսում, նաեւ Փաշինյանը այսպես ազդարարեց այն մասին, որ մայիսին է տեղի ունենալու եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը Երևանում, սա փաստորեն գալիս եւ տեղավորվում է նախընտրական արշավի հենց ժամանակաշրջանում, հենց օրացույցով։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին է եւ ցանկացած մայիսյան դեպք իրադարձություն այն էլ այդ մասշտաբի ուզենք չուզենք տեղավորվելու է այդ համատեքստում։ Եվ ըստ էության մենք
Ես գոնե մինչև ձեզ հետ մեր այս շփումը հետևում եմ լրահոսին Մոլդովայից եկող տեղեկատվության բավականին տագնապալի այնտեղ Ռուսաստանն ուղղակի պիկին է հասցրել հիբրիդային պատերազմը Մոլդովայի դեմ եւ դա անում է իր տեղական պրոքսիների միջոցով այնտեղ նույն այս հիբրիդային դեգեներատներն են Ինչ ունենք եւ ակնհայտ է որ Մոլդովայում անկախ նրանից թե այն ամենը ինչ պես կավարտվի Ռուսաստանն իր ողջ զինանոցը ուղղակի ֆիքսվելու է Հայաստանի վրա Այս ամենը ձևավորում է այդ մի համայնապատկեր այս պահի դերությամբ ձեր գնահատականը համեցեք Դե նախ սկսենք ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթներից, որտեղ այո, ինչպես ճշգրիտ նշեցիք, Ալիևը եւս մեկ անգամ օգտագործել Զանգեզուրի միջանցքի զրաբանությունը, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ալիևը սա անում է արդեն որպես շարունակական քաղաքականության մաս, որովհետեւ մինչ այդ տեսել էինք, որ նաեւ Չինաստանում էր նույն բանն անում, եւ այդ ֆորումի ընթացքում Փաշինյանը նույն տրամաբանությամբ ասաց, որ չենք հասկանում օգոստոսի 8-ից հետո այսպիսի խոսակցությունը, ինչի վրա ոչ միայն Ալիևը ուշադրություն չի դարձնում, այլև շարունակում է ամենաբարձր ամբիոններից օգտագործել այն տերմինաբանությունը, որը որ հասկանալի է, որ մեծ համար, եթե չասենք անընդունելի, ապա ընդհանրապես խաղաղության գործընթաց կոչվածը լրջորեն փոփոխության կամ կասկածի տակ է դնում։ Սա այն մեր ընդհանուր, այսպես ասած, զգուշավոր լավատեսության տրամաբանության մեջ է տեղավորվում, երբ օգոստոսի 8-ի փաստաթղթերը ստորագրվեցին եւ քննարկում էինք այն, որ այո գուցե իսկապես ինչ որ լուրջ առաջընթաց կարող են արձանագրել կամ ակնկալել խաղաղության գործընթացից եւ TRIP-ը պետք է որ լիներ դրա հիմնական, այսպես ասած, գարանտորներից, հա, այսինքն դրա ապահովողներից, հիմա Ալիևը շարունակում է խոսել այն նույն տոնայնությամբ, ինչով որ խոսում էր Եվ սա իսկապես մտահոգություն է, որովհետև փաստացի ստիպված ենք լինում մենք էլ հակադարձել եւ ժամանակ ծախսել այս process-ի վրա։ Մեզ կարծում եմ, որ Հայաստանը նաեւ պիտի ամերիկյան կողմի հետ խոսի, ասի, որ գիտեք, խոսեք ադրբեջանցիների հետ եւ որովհետեւ դուք էլ այստեղ այս հարցում ներգրավված կողմ եք, եւ եթե ուզում ենք որևէ առաջընթաց ունենալ, իսկ դուք էլ եք շահագրգռված այդ առաջընթացի մեջ, ապա պիտի առնվազն սա փոխվի եւ Բաքուն այսպես չպիտի խոսի։ Եթե շարունակելու են այդպես խոսել, ապա այս ամբողջ process-ը կասկածի տակ կարող է դրվել։ Սա Այսինքն այն փաստը, որ մենք մինչ օրս, այսինքն Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում հակադարձել Ալիևի այդ արդեն անախրոնիզմ դարձած ձևակերպումներին, նշանակում է, որ մեզ հետ խաղում են այն տրամաբանությամբ, որ կարող ենք այսօր մի բան ստորագրել, մի բան ասել, վաղը ուրիշ բան ասել, ինչպես ուզում ենք, այդպես էլ անում ենք։ Սա իսկապես մտահոգիչ է եւ այս հարցում մենք պիտի նաեւ այլ կողմերի ուշադրությունը անverջ գրավելով եւ նաեւ խոսելով հասցնենք իրենց են մեսիջները, որ եթե այսպես է շարունակվելու, ապա մենք այս գործընթացի արդյունավետությունը կասկածի տակ ենք դնում։ Ռուսաստանի Մոլդովայում ներգրավվածության եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում նախընտրական գործընթացներում իրենց ազդեցության հետ կապված, գիտենք, որ նախորդ խորհրդանական ընտրությունները Մոլդովայում բավականին լուրջ խնդիրներ տեսան այս առումով, այսօր մինչև օրվա վերջ եւ վաղը կհասկանանք նաեւ այս անգամ ինչ մեթոդներ են կիրառվել, բայց այո, մտահոգիչ է, որովհետեւ տեսնում ենք ուղղություններ, որտեղ օրինակ շատ դժվար է որևէ բան վերահսկել, օրինակ ընտրակաշառքներ բաժանելը կրիպտովալյուտայի միջոցով, հա, ինչպես ենք վերահսկել, եթե օրինակ այդպիսի բաներ լինեն։ Եվ այսպես շարունակ։ Բայց այլ բան եմ ես հետաքրքիր, որ գոնե մինչ այս պահը ուղիղ բացի այն առանձին օղակները, որոնք որ Հայաստանում գործում են եւ որոնցից որոշները գուցե նաեւ ռուսական շահերի ներկայացնողներ են։ Ռուսաստանը դեռևս որևէ ներգրավվածություն ցույց չի տվել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Սա հետաքրքիր է եւ սա ինչ որ միտեղ, որտեղ երկար ժամանակ խոսել ենք, այսպես ասած, լարվածություն կա, մտահոգություն կա, համարյա անհնար ենք համարում, որ Ռուսաստանը ինչ որ կերպ չներգրավվի, բայց ուզում եմ արձանագրել, որ մինչ այս կետը մենք փաստացի որևէ էական բան այնտեղից դեռ չենք տեսել։ Դա չի նշանակում իհարկե, որ նախընտրական շրջանում բուն ընտրությունների օրը այդպես էլ կմնա, բայց ես ուզում եմ նկատի առնենք, որ արդեն շատ ժամանակ չի մնացել եւ պետք է որ ինչ որ դիրքավորվող տրամաբանություն ունենային։ Ինչ վերաբերում է եվրոպական համայնքի հանդիպմանը Հայաստանում, դե գիտեինք, որ սա տեղի է ունենալու,
գիտեինք, որ Հայաստանում է տեղի ունենալու, նախնական տվյալներով ապրիլին պիտի լիներ, հիմա եթե մայիսին է, սա ուղիղ նշանակելու է արևմտյան խաղացողների եւ ոչ միայն արևմտյան, որտեղ գիտեք Թուրքիան ու Ադրբեջանն էլ են սրա մաս։ Այսինքն սա փաստացի աջակցություն է լինելու Նիկոլ Փաշինյանի ընտրություններից առաջ, անուղղակի, որտեղ այդտեղ հայտարարություններ են արվելու, որովհետև այդտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի հետ Հայաստանում գտնվող աշխարհի տարբեր լիդերներ ամենատարբեր հայտարարություններից բացի նաև գուցե ինչ-որ հարցեր են քննարկելու եւ սա օգտագործվելու է ի աջակցություն Փաշինյանին։ Ինձ հետաքրքիր է լինելու արդյոք գալու է Ալիևը, սա կարևոր է, եւ արդյոք եթե Էրդողանը գալու է, գուցե օգտագործելու է սահմանի Հայաստան-Թուրքիա սահմանով անցնելու, այսպես ասած, քլչի արածը, որը թուրքական դիվանագիտության սիրելի քայլերից է, այսինքն այդպես սիմվոլիկ մի քայլ անել եւ հետո աշխարհին վաճառել որպես առաջընթաց։ Չգիտեմ, շուտ է, վաղ է խոսել այս ամենի մասին, բայց այո, մայիսին կայանալիք Եվրոպական համայնքի հանդիպումը Հայաստանում անխոս տարվա կարևորագույն քաղաքական միջազգային իրադարձություններ լինելու մեր տարածաշրջանի, դե իհարկե մեզ համար էլ ընտրություններն են լինելու ամենակարևորը։ Պարոն Խառատյան, այս ամենում իհարկե ես նախաբանումս նշեցի, որ Ռուսաստանի դերակատարում այնուամենայնիվ մնում է։ Մենք տեսանք, որ այսպես կոչված ատոմային շաբաթ միջոցառման շրջանակներում Ռոսատոմից լի տենց հորդոր, խորուրդ, քողարկված պահանջ, որ Հայաստանն իր ատոմային ապագան պետք է շարունակի կապել Ռուսաստանի հետ, դե մենք էլ իհարկե կհարգենք Հայաստանի ամեն ինչը։ Մինչև հիմա ինչն են հարգել, որ դա էլ հարգեն։ Մեկ եւ երկրորդը մենք Միացյալ Նահանգների հետ ունենք փաստաթուղթ ստորագրված սրա հետ կապված։ Եվ մենք հասկանում ենք, որ այս հարցը եւս, այսպես ասենք, թեմա է ռուսական ճնշումների համար։ Եվ որոշ այսպես ժամանակահատվածում մենք պետք է վերջնականացնենք մեր որոշումը, հասկանանք ինչից հետո է։ Ինչ եք կարծում Ռուսաստանի դերը այս Ադրբեջանի այս վարքագծում, հաշվի առնելով նաև Մարիա Զախարովայի ասված այն 3 կետերը, հա, որ չմոռանաք, որ ՌԺԴ-ն է ձեր մոտ, դուք ԵԱՏՄ-ում եք, նաև ռուս զինվորներն են այնտեղ։ Դե իսկ Ռուսաստանի արտգործնախարարությանն հայկական ազգանունով չինովնիկն էլ հայտարարում է, դե լավ, տենց շատ մեծ բաներ չի անում Հայաստանը, որը հակասի իր իրավապայմանագրային այդ պարտավորություններին, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, անդամը, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ձեր մեկնաբանությունը։ Ուրեմն միջուկային այդ հավաքին մասնակցությունը Փաշինյանի իհարկե պետք է եւ կարեւոր է, որովհետեւ բացի ամեն ինչից մենք դեռևս գործող սովետական ատոմակայան ունենք մեկ եւ երկրորդը խաղաղ միջուկային համագործակցության տեսանկյունից այս պահին գիտեք, որ մեր ատոմակայանի սպասարկման մի հսկայական հատված շարունակում է Ռուսաստանն իրականացնել։ Հիմա ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ կնքված ռազմավարական խարտիային, որից պիտի բխի միջուկային էներգետիկայի ոլորտում կամ էներգետիկայի ոլորտում համագործակցության բուն պայմանագիրը 1-2-3-ը, իմ ունեցած տվյալներով այս պահին արդեն պատրաստված թիմեր կան, որոնք պիտի բանակցեն այդ կոնկրետ փաստաթղթի մանրամասները։ Հենց այդ գործընթացը սկսվեց, նաև մեզ համար քիչ թե շատ հասկանալի կլինի, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, ինչ մասշտաբների ինչ կարողություններով կայանի մասին է խոսքը, ինչ ժամկետների մասին է խոսքը, ֆինանսական ինչպիսի ներգրավվածություն պիտի լինի եւ այդպես շարունակ։ Հիմա մեծ համար շատ հասկանալի է, որ Ռուսաստանի համար սա իսկապես ցավոտ փոփոխություն է լինելու Հայաստանի պարագայում, սա կնշանակի, որ իրենք Հայաստանի էներգետիկայի ոլորտի ամենակարևոր հատվածը կորցնելու, որտեղ
չնայած ատոմակայանը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում փառքաստու, բայց ինքը իր սպասարկումը եւ մոդելը ռուսական է, սովետական է։ Եթե մենք փոխում ենք սա եւ օրինակ ամերիկյան մոդուլար կայաններ կլինեն, թե ինչ որ կլինի, այդ փոփոխությունները լինում, սա իհարկե նաեւ իրենց համար բավականին լուրջ խնդիր են դիտարկել։ Նաեւ հիշեցնեմ, որ մենք մինչև 2036-38 թվականը այս ատոմակայանը կարող ենք շարունակել օգտագործել։ Այլ հարց է, որ եթե նույնիսկ վաղը կամ չգիտեմ մոտ ժամանակներում կարողանանք ամերիկյան կողմի հետ բանակցել, համաձայնեցնել 1-2-3-ը եւ սկսի նոր ատոմակայանի շինարարություն, որ ամենայն հավանականությամբ կլինի նույն հատվածում, որտեղ կա մեր ներկայինը, որովհետեւ այնտեղ սպասարկող ուրիշ ենթակառուցվածքներ կան, ապա դա տևելու է, տարիներ է տևելու, ընդհանուր մինչև 10 տարի, հա, այսինքն մենք պիտի շտապենք հիմա սա արագացնել եւ որքանով ես եմ հասկանում ամերիկյան կողմը այդպիսի հետաքրքրություն ունի։ Մի հանգամանք կա, որը ես միևնույն է մինչև ես չեմ կարողանում վերջնական հասկանալ։ Պուտինը Ռուսաստանում, Չինաստանում Սլովակիայի վարչապետի հետ խոսելիս խոսում էր այն մասին, այնտեղ իրենք էլ են քննարկում, գիտեք, խաղաղ միջուկային համագործակցություն կամ էներգետիկ համագործակցություն, գիտեք, որ Հունգարիայում սովետական մոդելով ռուսական ատոմակայան կա, գիտեք, որ Թուրքիայում ռուսները չգիտեմ քանի տարի է կառուցում են այդ ատոմակայանը եւ այլն, բայց խոսում էր այն մասին, թե Ալյասկայում Թրամփի հետ քննարկել են նաեւ միջուկային ոլորտում համագործակցությունը։ Ես կրկնեմ, չեմ ուզում դավադրապաշտության կամ այսպես ասած բանի սպեկուլյացիաների դաշտ ընկնել, բայց եթե Ռուսաստան ԱՄՆ-ը իսկապես միջուկային ոլորտում համագործակցություն լինի, ապա դա կարող է դառնալ նաև մեր պարագայում ինչ-որ քննարկելի։ Չգիտեմ, այսինքն այս պահին կարծես թե կոնկրետ առաջընթաց չունենք դեռևս Հայաստան-ԱՄՆ այս ուղղությամբ, բայց նաև գնում ենք ռուսների հետ, շարունակում ենք խոսել ատոմակայանի եւ միջուկային համագործակցության շուրջ եւ քանի որ գիտենք, որ փակդեղների ետևում շատ տարբեր բաներ են քննարկվում, ես չեմ բացառում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նաև հավանականություն կա, որ այս ուղղությամբ ինչ-որ բաներ կարող են մտածել միմյանց հետ։ Չնայած խիստ կասկածում եմ, որ արագ հնարավոր է լինելու տեսնել ռուս-ամերիկյան այդպիսի համագործակցություն, բայց եթե այդպիսի բաներ են խոսվում քննարկվում, կարող է նաև տեսնենք այդպիսի մոդելներ աշխատող։ Մի բան է, ես շատ ցավում եմ, որ մենք դեռևս չունենք էներգետիկայի փոխնախարար կամ ՏԿ-ում փոխնախարար, որ էներգետիկայով է զբաղվում, եւ մեծ բան ունեմ, այսպես ասած անհանգստություն ունեմ, որ Հայաստանի կողմից այն թիմը, որը պիտի հիմա ամերիկացիների հետ ակտիվորեն բանակցի, դեռևս ձևավորված չէ։ Մեզ շատ կարևոր է, որպեսզի այս հարցերում նաև որոշակի քաղաքական մանդատ ունեցող մարդիկ լինեն նստած այդտեղ, որոնք կկարողանան ինչ-որ կոնկրետ որոշումներ կայացնել եւ կարագացնեն գործընթացը։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Ամերիկյան կողմն արդեն իսկի ցույց է դրել իր կոնկրետ ուրեմն ներգրավվածությունը Թրամփի ճանապարհի կառուցման հարցում 145 միլիոնի խոստումը տեսանք եւ որքանով հասկանում եմ արդեն այս տարվա բյուջեով կոնգրեսը հաստատվել է դա, այսինքն ակնհայտ է, որ ամերիկյան կողմն ուզում է հնարավորինս արագ կերպով այս գործընթացը առաջ շարունակել։ Բայց էներգետիկայի ուղղությամբ ես մտահոգություն ունեմ եւ մեծ հույս ունեմ, որ շուտով մոտ ապագայում մենք այստեղ նույնպես առաջընթաց պրոգրես տեսնելու ենք։ Պարոն Խառատյան, նաև մեր այս ձեզ հետ միասին քննարկման տեղեկատվական ֆոնն է նաև ուշագրավ կապված նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ։ Մենք լսեցինք Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հայտարարությունը այն մասին, մանավանդ այս գիշերը բարբարոսական ուրեմն հրթիռակոծում է տեղի ունեցել Ուկրաինայում եւ Կիևում կարդիոլոգիական կենտրոնն են ուրեմն ավիրել եւ Զելենսկին խոսել է այն մասին, եթե blackout է լինում Կիևում, ապա ռուսները պետք է շատ լավ իմանան, որ blackout կլինի Մոսկվայում։ Հարվածում են Կիևին, հարված կլինի Մոսկվայում։ Եվ նաեւ ուկրաինացի փորձագետները խոսում են այն մասին, որ այդ համաձայնությունը ըստ էության Դոնալդ Թրամփի
Բրիտանիա կատարած պետական այցից հետո ըստ էության համաձայնեցված է նաև Միացյալ Նահանգների հետ եւ այնտեղ մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ փոփոխություն Միացյալ Նահանգների դիրքորոշման։ Մենք տեսնում ենք նաև այսպես վարչակազմում, հա, այդ իերարխիայում որոշակի դիրքային տեղաշարժեր, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայով Վիտկոֆը ավելի քիչ է սկսել զբաղվել, Քելլոգն է ավելի շատ զբաղվում իր հայտնի դիրքորոշումը հաշվի առնելով եւ իհարկե Մարկո Ռուբիոն, որը միշտ ավելի կոշտ դիրքորոշում է ունեցել Ռուսաստանի հանդեպ, երբ նա սենատոր էր։ Հիմա այս ֆոնին մենք ինչ զարգացումներ կարող ենք տեսնել, ըստ էության էսկալացիան ակնհայտ է, մենք նաև տեսնում ենք ռուսական դրոնների գրոհ, հիմա էլ նույնիսկ Նիդերլանդների տարածքում, որ տեսեք ինչ մեծ հեռավորություն է արդեն ծածկում, Նորվեգիա, Բալթյան երկրներ, Դանիան այսպես արդեն պերմանենտ ռեժիմում է, դե իսկ Գերմանիայի կանցլեր Մերցն էլ հայտարարում է, որ այո, մենք չնայած պատերազմի մեջ չենք, բայց մենք այլևս խաղաղության մեջ չենք, սա մեջբերում է։ Ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, մի զուգահեռ տանը մինչև դրան հասնելը, Մերցը նույնիսկ այս պայմաններում ասում է պատերազմի մեջ չենք, բայց խաղաղության մեջ էլ չենք, չէ՞։ Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ասում է մեր մոտ արդեն խաղաղություն է։ Չի էլ ասում է պատերազմի բացակայություն։ Հա, այսինքն ես այս մասին չեմ դադարի ասել, ես չեմ հասկանում Զանգեզուրի Լիչանսկի մասին խոսող Ալիևի պայմաններում Նիկոլ Փաշինյանը ինչի վրա է հենվում, երբ ասում է արդեն խաղաղություն է։ Բայց սա մի կողմ, սա իմիջայլոց։ Ռուսաստանը իհարկե վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն առավել ամբռնացված կերպով հստակ սադրանքներ է անում ՆԱՏՕ-ի կարևոր խաղաղացող երկրների ուղղությամբ եւ սրանով իսկ ինչ որ իմաստով ցույց է տալիս, թե ինչքան ոչ ֆունկցիոնալ է եւ ինչքանով անկարող է այդ ամբողջությունը իր դեմ։ Հա, փորձ է անում դա անել։ Որտեղ ինչ որ կերպ դի պատասխանվի դրան, այսինքն Լեհաստան, Ռումինիա, հիմա արդեն գնում է դեպի խորը արևմտյան Եվրոպա, հա, այսինքն մի կողմից այո, ինչպես ճիշտ նշեցիք, այսպես ասած ուժի ցուցադրությունը եւ կարողության ձեռքերը ցածում է այդտեղ, մյուս կողմից նաեւ ասում է ինչպես ուզեմ, այդպես էլ անելու եմ, դուք բոլորդ Ուկրաինային աջակցում եք իմ դեմ։ Ես էլ ուրեմն կցույց տամ, որ կարող է այս ամենը հասնել ձեզ մոտ։ Նրան զուգահեռ տեսնում ենք Թրամփի հայտնի տեքստը, որտեղ ասում է, որ իսկ ով է ասել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելը չպիտի դառնա օրակարգ։ Այո։ Բայց մենք սպառնալիքներ շատ ենք տեսել Թրամփից, հասկանում եք։ Թրամփը մի օր ասում է այդպիսի բան, մյուս օրը հեռախոսազրույցներ ունենում Պուտինի հետ եւ լի ուրիշ բաներ է խոսում։ Այս տեսանկյունից ես շատ ավելի ռեալ կուզեի տեսնել, այսինքն Զելենսկին այնինչ ասել է, ինչի հիման վրա է ասել, որովհետեւ մենք գիտենք բոլորս, որ եթե մինչ այդ իրավիճակներ կար, երբ Ուկրաինային տրված զինատեսակներ կային, բայց թույլ չէր տրվում դրանք օգտագործել, մենք դա շատ ենք տեսել Բայդենի օրոք։ Այո։ Հիմա արդեն օդային գերակայության խնդիրը կարծես թե ինչ որ իմաստով փոխվում է Ռուսաստանի օգտին, ինչը առավել կարևոր խնդրեմ է, ամենամեծ խնդրեմն է լինելու։ Եվ այստեղ արևմուտք ասածը հիմա արդեն շատ դժվարանում եմ ասել, որ Միացյալ Նահանգները նաև Թրամփը իր տեքստում ասում էր, դե ես կտամ այնինչ կտամ ՆԱՏՕ-ին, նրանք էլ կորոշեն ինչ անել, հա, այսինքն այս մեխանիզմն ինքն արդեն գծել է։ Առանց կոնգրեսի հետ համաձայնեցնելու ինչ որ զինատեսակներ է տրվում ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն էլ տարբեր երկրների կամ հենց ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային է հասցնում այս կամ այն զինատեսակը։ Տեսեք, փակուղային շատ բան կա այստեղ, որովհետև 7 ամիս է Թրամփի իշխանությունը գիտենք, ասում էր, որ մի քանի օրում, մի քանի շաբաթում, մի քանի ամսում բոլոր հարցերը լուծելու է։ Հիմա ոչ միայն չի լուծել, այլև էլ ավելի սաստկացող Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ ենք տեսնում։ Օրեր ենք տեսնում, որ 500-ից 800 դրոն է թռնում մի օրվա մեջ Ռուսաստանից դեպի Ուկրաինա։ Այո։ Այսինքն ոչ միայն չի դադարել, այլև էլ ավելի է սաստկացել։ Այս ամենի մեջ մի բան կա։ Եթե կա մի ուղղություն կամ մի շարունակվող կոնֆլիկտ, որտեղ Թրամփը իրոք կարող է առաջընթաց ունենալ, դա իսկապես Հայաստան-Ադրբեջանն է։ Եվ այս տեսանկյունից իրեն էլ, ինչպես նախկինում ենք ասել, օդ ու ջրի պես հաջողության պատմություն է պետք։
Դրա համար ինքը եւ քաղաքական, եւ ֆինանսական, եւ տեխնիկական ներգրավվածություն եւ աջակցություն պիտի տա այս process-ին։ Ես կարծում եմ, որ այս ընկալումն իր մոտ կա։ Այսինքն առգված չի թողնում ասելու, որ այս ուղղությամբ progress կա։ Երեք էլ տեսանք Փաշինյանը մակում ասում էր, որ դե պատրաստվում ենք Ալիևի հետ Թրամփին նոմինալ մրցանակի ուրեմն տեխնացու դարձնել։ Այսինքն այս ամբողջ ինչ որ իմաստով դեպի բացականը գնացող կամ խորացող կոնֆլիկտների մեջ, դերևս միակ հակամարտությունը, որտեղ ինքը ուղիղ մասնակցությամբ եւ ներգրավվածությամբ կարող է progress ունենալ, դա Հարավային Կովկասն է եւ մենք։ Ես չգիտեմ ինչպիսի արագությամբ ենք տեսնելու առաջընթաց, բայց կգտնեմ, այն ադմինիստրացիայի պայմաններում, որն ընդհանրապես չի սիրում պետական փող ծախսել ուրիշ երկրներում եւ հումանիտար ծրագրերի վրա, 145 միլիոն խոստանալ Թրամփի ճանապարհի վրա նշանակում է բավականին լուրջ ներգրավվածություն եւ ես ենթադրում եմ, որ օկտեմբեր ամիսը ինտենսիվ շփումների ամիս է լինելու ինչպես Հայաստան, ԱՄՆ, այնպես էլ Ադրբեջան ԱՄՆ ուղղությամբ հենց այս տրամաբանության մեջ։ Եվ պարոն Խառատյան, այստեղ կարևոր է նաև թուրքական գործոնը։ Մենք տեսնում ենք Թուրքիան այս ֆոնին եւ Փաշինյանն էլ այդ մասին խոսեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության մեջ աննախադեպ դրական այսպես մթնոլորտ կա եւ մենք գնում ենք դեպի վերջնական եւ ամբողջական հարաբերությունների նորմալացում։ Ըստ էության Ալիևի այս ամբարտավան խոսակցություններին Անկարան չի երկրորդում եւ դա եւս փաստ է։ Նաեւ մենք տեսնում ենք ինտենսիվ ամերիկա-թուրքական երկխոսություն, բավականին կոշտ, հաշվի առնելով այն Թրամփ-Էրդողան հանդիպման են բաց մասը, որ լսեցինք եւ այդ լրագրողների հետ շփում եւ այլն։ Այս ռակուրսից ինչ եք տեսնում, համեցեք։ Դե Հայաստան-Թուրքիա ուղղությունը Թուրքիան սառեցրած պահում է արդեն 2 տարի։ Մենք ունենք համաձայնություններ իրենց հետ, որոնք իրենք պարզապես ուշացնում են, չեն իրականացնում։ Դա մի քանի պատճառ ունի, մեկը այն է, որ Թուրքիան Ադրբեջանի պատանդն է այս հարցում։ Այսինքն Ադրբեջանը այնքան ուժ ունի, կարողություն ունի, որ կարողանում է կամ կանխում է սա, բայց միամիտ չլինենք, Թուրքիան եթե իսկապես ցանկանար ինչ որ առաջընթաց ապահովել այս ուղղությամբ, մի բան արած կլիներ։ Առնվազն այն համաձայնությունները, որ մենք ունենք երրորդ երկրների քաղաքացիների եւ մեր դիվանագետների համար սահմանի բացումը, դա արած կլիներ, դա էլ չի անում։ Ինչ է Թուրքիան, ես դա եմ ուզում հասկանալ։ Ինչ է, ուրեմն հասկանում ենք, որ իրենց այս պահին սահման բացելը չի հետաքրքրում։ Կամ Հայաստանի հետ երկխոսությունը ֆորմալ իմաստով պահելը հետաքրքրում է, բայց որևէ առաջընթաց չեն ուզում անել։ Եվ սա մի բան է, որ մենք պիտի շատ կոնկրետ հասկանալի դարձնենք հատկապես արևմտյան պարտներներին եւ մասնավորապես Միացյալ Նահանգներին։ Իսկ այն երկրներին, որոնք որ խոսում են Հայաստանում ռուսական բազայի եւ այլնի մասին, շատ ուղիղ պետք է ասել։ Այս պահին Հայաստանում 102-րդ ռուսական բազայի գոյությունը պահում է Թուրքիան։ Սահմանը չբացելով։ Ուրեմն եթե դուք այս հարցում ինչ որ կերպ հետաքրքրություն ունեք, խոսեք իրենց հետ։ Բայց ես ձեր եթերից եմ ասել մի քանի անգամ, Հայաստանն այս բան պետք է ընդհանրապես ակտիվ բան չխոսի, չեն ուզում, չեն բացելու։ Ինչ ուզում է անենք, իրենք են որոշելու դա, պարոն Մերյան։ Վերջ, այսինքն մենք պիտի խնդրողի դերում չլինենք, ընդհանրապես այս խոսակցության մեջ, եւ կարծես այդպես էլ կա, այսինքն քլը չնեկավ գնաց լավ արեց։ Ինչ պայմանավորեցինք, ինչ խոսեցինք, ինչ կլինի հետո չգիտեմ։ Այսինքն ինչ որ կոնկրետ հարցերի շուրջ խոսակցություն է եղել եւ պաշտոնական հայտարարությունից էլ գիտենք, որ այնտեղ էներգետիկայի եւ մանուխների հետ կապված ինչ որ բան կա։ Բայց թե դա ինչ տեսք կստանա, ինչ ժամկետներում իրենք են էլի որոշելու, հա։ Այսինքն թուրքերը մինչ այս պահը, Թուրքիան մինչ այս պահը process է պահում վիզուալ իմաստով իբրև թե process կա, բայց իրականում փաստացի եւ ըստ էության որևէ առաջընթաց չենք տեսնում։ Հիմա եթե այլ խաղացողները, որոնք այս գործընթացին հետևում են եւ իրենք էլ շատ վաղուց հետաքրքրություն ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացմամբ եւ իրենք էլ ուզում են այդտեղ ներգրավված լինել, իրենք Թուրքիայի հետ խոսեն այս հարցում, բայց մենք խնդրողի դերում չպետք է լինենք։
մենք չպետք է գնանք Թրամփին ասենք Զանգիր Էրդողանին ասա թող սահմանվածի օրինակ եմ ասում այո այստեղ շատ կարևոր են այս հանգամանքները որովհետև Թուրքիայի որոշ ուրեմն փորձագետներ եւ այլն ասում են դե ինչ ուզում եք ասեք տեսնենք Թրամփը թող զանգի կամ թող Եվրոպությունը Թուրքիայի հետ խոսակցությունը սահորակարգ դարձնի որ դրա հաշվին Թուրքիան էլի մի բան պահանջի նրանց հասկանում եք Թուրքիան է սահմանը բացելու կամ Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու համար ուզում իրենք երրորդ կողմ էլ լիներ գրավի որ ինքը մի բան էլ ավել ստանա մենք դա այլևս չենք ուզում պարոն Մերաբյան այսինքն Թուրքերը թող որոշեն իրենք ուզում են պատանդ մնալ Ադրբեջանի ձեռքում թե ոչ այո Թուրքերը որոշեն արդյոք իրենց կարիքը որ էլեկտրաէներգիային է վերաբերում Հայաստանի հետ ուզում են կապել հեռանկարով ուզում են թե չեն ուզում բայց մենք փաստացի պիտի ուղիղ խոսենք այն մասին որ այս պահին մենք անելիք չունենք այդ հարցում Թուրքիան ինքը պիտի որոշի եւ եթե դուք էլ ուզում եք այս գործընթացում ինչ-որ բան լինի դա ձեր գործն է խոսեք ուրեմն պաշտոնական Անկարայի հետ Եվ կարճ ամփոփելով, պարոն Խառատյան, տեսեք Մոլդովայի ընտրություններին նախորդեց ըստ էության ոչ ֆորմալ մի գագաթնաժողով համաեվրոպական, հա, Մոլդովա էր եկել Մերցը, Մակրոնը, ֆոն դեր Լայենը եւ խոսում էին Մոլդովային քաջալերելու իր այդ պրոեվրոպական կուրսին, Մայա Սանդուին աջակցելու եւ այլն։ Հայաստանում ըստ էության նաեւ այդ նշված ժամկետներում այդ ֆորմալ միջոցառումը, ֆորմալ գագաթնաժողովը ուզենք թե չուզենք հենց այդպիսինն է լինելու։ Դրա մասին մենք խոսեցինք։ Այս ՄԱԿ-ի ճառում վարչապետ Փաշինյանը այսպես մի քիչ ամբիվալենտ խոսեց մեր եվրոինտեգրման մասին, ասելով, չգիտեմ, դրա մասին ինքը Երևանում էլ է ասել, ըստ էության կրկնեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ մենք չգիտենք կդառնանք Եվրոպական միության անդամ թե չենք դառնա, բայց մենք ռեֆորմները կանենք, դե իրանք էլ կուզենք ընդունեն, չեն ուզի չեն ընդունի, բայց այդ ռեֆորմները կդառնա մեր, այսպես շահաբաժինը, հա, այս ամեն ինչում։ Ինչ եք կարծում, այս պահի դրությամբ, հա, ինչպես ընդունված է ասել, ստոպ կադրում, հա, ինչպես եք դուք տեսնում ես գործընթացը եւ այն ունի պարունակում է իր մեջ վեկտոր, թե սա բան է, հա, այն Վիսոցկին մի հատ երգ ուներ, չէ՞, առողջարար վազք տեղում, չէ՞։ Հա, առողջությունը լավ է, բայց համեցեք։ Գիտեք, անկեղծ ասած ելույթի այդ մասը ինձ համար շատ ճշգրիտ էր, այսինքն ինչ էր ասում։ Ասում էր, եթե ընտրություններում հաղթենք, ապա Եվրամիության ինտեգրացիայի գործընթացում ել ավելի ակտիվ գործեր անելու։ Մենք մեր ռեֆորմներն անում ենք այսպես թե այնպես, եւ եթե Եվրամիությունը մեզ ընդունի, լավ կլինի։ Եթե չի ընդունի, մենք մեր անելիքը անելու ենք։ Հիմա այդ անելու ենքի ապագայով խոսելու հարցերը մի կողմ դնեմ, բայց ճիշտ է ասում, այսինքն մենք փորձելու ենք եւ Եվրամիությունը ինքը պիտի որոշի ուզում է մեզ ընդունել թե ոչ։ Այո։ Այսինքն մենք տեսել ենք օրինակներ եւ դեպքեր, երբ որ պետք է եղել ակսելերացված ինչ-որ գործընթացներ անել տարբեր երկրների հետ, այդ թվում մեր հարևան Վրաստանի, այդ թվում Մոլդովայի հետ, այդ թվում Ուկրաինայի հետ ժամանակին, հա, այսինքն տեխնացու երկիր դառնալու մասին է խոսքը, վիզայի ազատականացման մասին է խոսքը, մոտեցնելու մասին է խոսքը ընդհանրապես, Եվրամիությունում եղել են քաղաքական որոշումներ եւ գործընթացներ հարուցվել։ Հիմա ինքն ինչ է ասում է Հայաստանը իր կողմից կամ եթե ինքը լինի քաղաքական մեծամասնությունը, իրենք շարունակելու են այդ կուրսը, դրան զուգահեռ անելու են ռեֆորմներ, որոնք չեն կապում Եվրամիության հետ, որտեղ ուզում են, որ Հայաստանում դա լինի այսպես թե այնպես, եւ եթե Եվրամիությունը մեզ հետ ուզենա եւ կընդունի, մենք ուրախ կլինենք։ Չի ուզենա, դա հիմա ինչ արած է, էլ այդպես է, որովհետեւ չարչարանքը փորձ ունի, բան մերան, հա, այսինքն մենք տեսել ենք երկրներ, որոնք ամենատարբեր բաներն արել են, հասել են մի կետի եւ չեն կարողացել նույնիսկ կանդիդատ երկիր դառնալ, հա։ Այո։ Այսինքն սա միակողմանի փողոց չէ։ Ինքը Հայաստանի կողմից, իր իշխանության կողմից, այո, վերահաստատում է, որ մենք այդ ստանձնած հանձնառությունը շարունակելու ենք, եթե ընտրվենք։
Իսկ երբ ստանալու է նաև եվրոպական համայնքի հանդիպումը մայիսին Հայաստանում, այսինքն երբ դա տեղի է ունենալու, անխոս պարզ է, որ ընտրություններից անմիջապես առաջ Հայաստանից հնչող առավել ակտիվ քաղաքական տեքստերը լինելու են դեպի արևմուտք գնալու մասին, հա, այսինքն սա էլ իր պլատֆորմին գալու է ինչ որ կերպ միանալ, ավել, այո, տեղավորվի այդ, տեղավորվի այս տրամաբանության մեջ։ Ասած սա այն է, որ չկար այդտեղ գոնե ելույթի այդ հատվածում ցանկալին իրականության տեղ դնելու կամ այսպես ասած ապագայի մասին արդեն որպես եղելություն խոսելու ռեալ է մոտենում մարդը ճիշտ է անում, որովհետև եթե ինքը ասում է այն, որ ես պատրաստ եմ շարունակել, որովհետև դա մեր կուրսն է, եւ հիմա թող Եվրամիությունը կորոշի ինչ որ կետից ինչպես են եւ դա պատկերացնում, իսկ ինչ պետք է ասել ուրիշ էլի, նկատի ունեմ բավական լավ է այս տեքստը եւ այսպես էլ այդ մասով զրույցի կետը այդպես էլ կարծում եմ պետք է շարունակել։ Մենք մեր անելիքն անելու ենք, մնացածը ձեր դաշտում է։ Որովհետեւ եթե մենք մեր անելիքն անենք, հասնենք ինչ որ մի կետի, որտեղ Եվրամիությունը ինչ որ հարցերում ուշացումներ անի կամ որոշումներ կայացնի, որ չէ, այդ պարագայում միայն մենք չէ, այլև մեր ռեգիոն ավելի լայն ռեգիոնի բոլոր երկրներին, Ռուսաստանի նման երկրներն ասելու են դե տեսակ այդ ասում ենք չէ, գնալու եք, խոսելու եք մինչև ինչ որ կետը, բայց այնտեղ առաջընթաց չի լինելու։ Ես վստահ եմ, որ Եվրամիությունը դա շատ լավ հասկանում ու գիտակցում են, եւ այն փաստը, որ կրկնեմ, այն ինտենսիվությունը, այն ակտիվությունը, որով եւ Եվրամիությունը եւ արևմուտքի տարբեր խաղացողներ այս պայն ներգրաված են Հայաստանում, դա արվում է եւ շարունակաբար հետեւողականորեն ուրեմն պահվում է հենց այն պատճառով, որ Հայաստանի եւ արևմուտքի հետ երկխոսությունն այս ռեգիոնում առավել ինտենսիվն է եւ այստեղ իրենք իրական շանս են տեսնում էական փոփոխությունների հասնելու համագործակցության խորացման տեսանկյունից։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խառատյան, ձեր շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները, նաեւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք այս գործընթացներին ուշով հետևելու ենք եւ բարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Մենք լսեցինք մեր գործընկեր, արևելագետ, կոնֆլիկտաբան, Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանին, լսեցինք իր դիտարկումները կապված ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճառի այդ թեզերի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական մի շարք անելիքների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։